Ժողովուրդ օրաթերթը գրում է. օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Երևանի քաղաքապետարանում կոռուպցիայի առնչությամբ իրականացվող ձերբակալությունները առաջիկա օրերին շարունակվելու են։ Ըստ նույն իրազեկ աղբյուրների քաղաքապետ Տիգրան Ավինյանի շրջապատից քաղաքապետարանից այս անգամ իրավապահները կենտրոնացել են Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության ներսում կատարվող կոռուպցիոն մեխանիզմների վրա ու կարծես թե արդեն կոնկրետ փաստեր են հավաքել։ Քաղաքապետարանում էլ շունչները պահած սպասում են, թե իրավապահ մարմինները երբ կոնկրետ քայլեր կձեռնարկեն այդ ուղղությամբ։ Հիշեցնենք, որ դեռևս փետրվարի 5-ին ՀԿԿ-ն ձերբակալեց 7 անձի, այդ թվում մի շարք բարձր պաշտոնյաների, հասարակական կարգի պահպանության ծառայության ղեկավար Արամ Գյուլզադյանին, հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Միքայել Ղիմոյան, նախկին պաշտոնյաներ Ռոբերտ Դարփինյան եւ Արամ Այվազյան։ Միքայել Ղիմոյանի պատժամիջոցը հետագայում փոխվեց տնային կալանքի, մյուսները կալանավորված են։ Ապրիլին կոմունալ տնտեսության վարչության նախագահ Արսեն Կարոյանը նույնպես ձերբակալվել էր կաշառքի կասկածանքով, նրան 2 ամսով կալանավորել են։ Իսկ արդեն մայիսի 20-ին հակակոռուպցիոն կոմիտեն քաղաքապետարանում խուզարկություններ իրականացրել եւ քաղաքապետարանի 2 աշխատակցի ձերբակալել։ Սրա մասին տարբեր ժամանակներ հրապարակումներ լինում են եւ պետք է անկեղծորեն ասել, տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսպես սրբերի կաշառքից, կոռուպցիայից հեռու մարդիկ են եւ բոլոր կոռուպցիոներներն ու կաշառակերները հավաքվել են Երևանի քաղաքապետարանում։ Իրականությունը այդպիսին չէ, կաշառակերներ եւ կոռուպցիոներներ կան եւ Երևանի քաղաքապետարանում, եւ կառավարությունում, եւ պետական այլ մարմիններում։ Բայց ինչու է ուշադրության կենտրոնում իրավապահների Երևանի քաղաքապետարանը։ Մենք բազմաթիվ անգամներ արել ենք վերլուծություններ եւ խոսել ենք քաղաքական ներքին իրավիճակի մասին ԿՊ-ի ներսում, իշխանության ներսում եւ միանշանակ է, որ Նիկոլ Փաշինյանի համար խնդիր է, որ Հայաստանում կա պաշտոնյա, որը իրենից բացի կամ իրենից առավել ուղիղ ընտրվող պաշտոնյա է, հա, Տիգրան Ավինյանը ընտրվել է Երևանի քաղաքապետ 2023 թվականին մախինացիաների միջոցով, բայց միևնույն ժամանակ ինքը Նիկոլ Փաշինյանից բացի միակ մարդն է, որը ընտրական ինչ-որ տոկոսներ ունի։ Չի կարող Ալեն Սիմոնյան ասել, որ ես այսքան աջակցություն ունեմ։ Նիկոլ Փաշինյանը կարող է ասել, որ ինքը ունի այսքան աջակցություն, որտեղ իր գլխավորած ցուցակը հավաքել է այսքան ձայն։ Տիգրան Ավինյանը կարող է ասել, որ ունի այսքան աջակցություն եւ մրցակցի Նիկոլ Փաշինյանի։ Այս իմաստով տրամաբանական է Նիկոլ Փաշինյանի գործողությունները։ Ես կարծում եմ, որ Փաշինյանը չի հանդարտվի, քանի դեռ Տիգրան Ավինյանը հեռացված չէ Երևանի քաղաքապետի պաշտոնից, կամ ինքնակամ կհեռանա, կամ այս կոռուպցիոն պատմությունները քիչ-քիչ կհասնեն Տիգրան Ավինյանին։ Ես չգիտեմ իրական դրանք պատմություններ կլինեն թե հորինված, բայց միանշանակ է, որ իրական կամ հորինված պատմությունները ծառայելու են Նիկոլ Փաշինյանի քաղաքական նպատակներին։